Եկեղեցին պետք է ծառայի պետությանը։ Երկու կարծիք լինել այստեղ չի կարող։ Դժկոհ է իշխանավորից։ Մեր ժողովուրդը պիտի պաշտի առաջերտին զինանշանը, դրոշը, այնուհետև խաչը, ինչպես անում են բոլոր քաղաքակիրթ ազգերը։ Քանզի մենք պետական ազգ ենք, ճիշտ է թե ոչ։ Այո, ընդունում եմ, պետությունը իրավունք չունի խառնվելու եկեղեցի ներքին գործերին։ Եկեղեցին պետք է առաջնորդվի իր կանոնակարգով։ Հիմա ես հարց եմ տալիս, հայ եկեղեցու հայրերը, մայր աթոռի իրակալները առաջնորդվում են եկեղեցու կանոնակարգով, թե չէ, հարցնում եմ ես։ Եթե պիտի պետությունը չխառնվի, պետության այրերը չխառնվեն, մենք այսօր ասում ենք, բոլորն էլ գիտեն, որ կան մարդիկ, որոնք օտարերկրյա ծառայությունների գործակալներ են, ներդրված մարդիկ են, սքեմ եւ վեղար հագած, ճիշտ է թե չէ։ Վեղարակիր եւ սքեմավոր հոգեվոր դասի ներկայացուցիչներ։ Պաստեր կան։ Այո, իհարկե կան։ Առանց փաստերի չենք կարող խոսել։ Մենք ասում ենք, որ ունենք շնաբարո հոգեորականներ, որոնք ունեն ապօրինի ընտանիքներ։ Փաստեր կան։ Մենք ասում ենք, որ հոգեոր դասի շատ անդամներ զբաղված են արտամուսնական կյանքով։ Հիմա մենք ասում ենք, պետք է արմատախիլ անել այս երևույթները Մարիաթոր Սուրբ Էջմիածնից։ Իսպար պետք է վերացնել թեմակալ առաջնորդների արտոնյալ վիճակը։ Այդ ռեգալիաներից, որ օգտվում են Մարիաթորի վերադաս հայրերը, դա պետք է արմատախիլ արվի։